Կարենան վիդեոները սինխրոնացնեմ, էլի չերեզետի։ Գնաց։ Всё։ Ահա։ Բարև Սակչյան։ Բարև Քուրջան։ Ինչ կա չենք տեսել քաղցրս։ Հա։ Հա, չէ։ Որոշեցինք զրույց կատարենք, տեսնենք ինչ կդառնա։ Այսօր մի քիչ տենց սեթափները մինչև արեցինք, դու երկու նաուշնիկներով բանով։ Առաջի անգամ sense ոչինչ, մինչև Հա, բա։ տեխնոլոգիապես կզարգանանք։ Ինչից ես ուզում խոսենք, ինչ կա ինչ մտահղացումներ ունես, ինչ կա մտքերումդ։ Մինչև այս վիդեոն անելը արդեն մի քիչ խոսում էինք, թե ինչ թեմայից կարանք խոսենք։ Ես մտածում էի, ասի կարելի է օրինակ երկուսս էլ արտասահմանում ենք ապրում ու իմ համար տան զգացողությունը, ինչա տունը, այդ հարցը իմ համար երկար ժամանակ արդեն տենց մի հարցա, որ անդադ մեջս պտտվում ա, ուզում ավելի լավ հասկանամ ինչա իմ համար տունը, ոնց անեմ, որ այդ զգացողությունը ավելի, հա, ինձ տանը զգամ, անկախ տեղից կամ թե ինչն է ինձ բերում նրան, որ ես այդ տան լինելու զգացողությունը ավելի հաճախ եմ ունենում։ Իսկ ինչ է քո համար տուն լինելը, ոնց ես դու մոտավորապես էդի ոնց որ դրա այդ պատկերացումը ոնց է, հոտով է, համով է, մարդկանցով է, տեղանքով է, ինչով է, էլի։ Նես հետաքրքիր ասեցիր այդ զգայարանների հետ կապված է, չէ, նախ եւ առաջ, բայց զգայարանները դրանք քեզ կապում են անցյալի հետ, չէ, այսինքն վերջում զգայարանը ինչ որ միջոց է, որ քեզ կապի անցյալում, թե դու որտեղ որ տուն ես զգացել այդ զգացողության հետ, այսինքն զգայարանը ինչա միջոց է, ու իմ համար այդ միջոցները տարբեր են, զգայարանները այո, հոտա, համա, տեղա, օդնա, մարդիկ են, բայց ես նաև հասկացել եմ, որ դրանից բացի նաև ես արդյունքում ես ինքս էլ կարող եմ, եթե ժամանակ եմ ունենում ու եթե կարող եմ հանգստանալ, ասենց ինքս ինձ գտնել, վերջում ինքս ինձ գտնելու տեղն է, որտեղ որ տունն է, հենց որ դու քեզ կարող ես ապահովես տան զգացում, սենց է դառնում, եթե ռեսուրս ունես։ Ապրես, եթե ես ռեսուրս ունեմ ու ժամանակ ունեմ ու հանգստանալու հնարավորություն ունեմ, որ ինքս իմ հետ կապվեմ, հենց որ այդ իմ հետ կապվելու զգացողությունը լինում է, ես արդեն տանն եմ։ Հաճախ ինչի ենք մենք ասում գնում ենք արտասահմանում, չենք զգում այդ տունը լինելու զգացողությունը շատ երկար ժամանակ, որովհետև արտասահմանում քեզ քո մանկության հետ կապող ոչ մի բան չկա, որ մանկությանդ հետ կապվող այդ համերահոտերը կամ տեղեր են կամ մարդիկ են, լեզուն է, սովորություններն են, ճշտի սխալի նորմերը ու հազար ու մի տարբեր բաներ, չէ, դրանք լրիվ ուրիշ են, ուրիշ երկրում։ Հա։ Ու արդյունքում մենք ինձներս մեզ հիշացնելու, եթե այդ արտաքին աշխարհը մեզ պետք է հիշացնի մեզ ինքներս մեր հետ կապի պահը, քանի որ արտաքին աշխարհը քո մանկության հետ ոչ մի կապ չունի, ոչ մի ձևով չես հիշում, չես կապվում դրա հետ, ոնց որ ասած։ Բայց եթե կարողանում ես ինքդ քեզ հիշացնել, որ դու պետք է քեզ հիշացնես, ոչ թե արտաքին աշխարհին թողնես քեզ այդ հիշացնելը, ու եթե պահեր լինում ա, որ կարողանում ես այդ տարածքը ստեղծել քո համար, որ ինքդ քեզ հիշացնես այն քո մանկությունը, այն քո կապը ստեղծես քո իմ համար տունը իմ կապը ստեղծելն է այն տաթևի հետ, որ չգիտեմ 15-16 տարեկան էր կամ 13-14 տարեկան կամ երեխա էր, չգիտեմ, այդ կապը ստեղծելուց ես այդ ժամանակ իմ տան զգացողությունը շատ ավելի ուժեղ է։ Հա։ Այսինքն պատկերացնում ես, որ օրինակ ոնց որ մենք մեծացել ենք, մանկուց ինչ որ մեր մեջ տենց լցվել է, դրվել է, այդ ենք մենք փնտրում մի ամբողջ կյանք, էլի, հա, տենց է դառնում։ Ու երբ որ նամանավան դու տունդ լքում ես, այսինքն լքում ես այդ տեղամասը, տարածքը, որտեղ որ դու ապրել ես մանկությունը,
ուրիշտեղ դժվար տուն գտնես։ Չէ, հարցը հենց դրանն է, որ ուրիշտեղ էլ կարաս գտնես, եթե դու քո հետ այդ կապը կարողանաս շարունակական պահես։ Բայց այդ կապը ոնց որ նշեցինք շատ կներես նաև ինչ որ ֆիզիկական ու արտաքին կոմպոնենտներից էլ է, չէ, կառուցված, կախված ու էդի ոնց կարելի է լրացնել, որովհետև բնությունն էլ ինքը հոտ ունի, օրինակ հիշում ես դաղցի, ուրցի հոտը բան են, որ ինձ օրինակ ես դրանով եմ ասոցացնում, այդ գարնան գալուստը, ձնծաղիկի հոտը բան, ու ուրիշ երկրում ես էդի չեմ զգացել։ Ու երբ որ օրինակ, չգիտեմ, բյուրական են գնում հանգարց գարնանն ես լում, դու ուղակի մտնում ես հողամաս ու այդ հոտերը ամեն ինչով ոնց որ հիշացնեն քեզ, այդ տրիգերներն են տալիս, էլի։ Դե նայ, հենց հարցը էդ է, որ բնությունը, շրջապատը այդ տրիգերները ուղարկում է զգայարաններիդ վրա, զգայարանները քեզ միանգամից վերադարձնում են այդ քո մանկություն, որտեղ դու այդ նույն բաները զգացել ես, ու շատ հեշտ է այդ մանկությունը վերադառնալ, քանի որ արդեն այդ զգայարաններդ ակտիվացել են։ Երբ որ դրսում ես, ոչ մի բան չկա, որ քեզ այդ զգայարաններդ ակտիվացնի։ Հարցը կայանում է նրանում, բայց դու որ հասկանում ես այդ արդեն կարող ես արդյոք առանց արտաքին զգայարանները ակտիվացնելու ինչ որ տրիգերների դու քո համար ժամանակ ստեղծես, տեղ ստեղծես, որտեղ ասես ես եմ ինքս ինձնով ու ես ուզում եմ մի հատ զգամ տեսնեմ ինչ էր կատարվում այն ոնց էր ապրում այն Տաթևը, ոնց էր ապրում այն Սարգիսը, որ այդ միջավայրում էր ապրում, գյուղում էր ապրում կամ ինչ որ բան։ Այսինքն դու արհեստականորեն, այսինքն հա էլի, դի արհեստականորեն կարողանաս ստեղծես այդ իրավիճակը, որտեղ դու առանց արտաքին զգայարանները բանանելու, այո, որ դու կարողանաս ինքդ քեզ տրանսպորտ անես, ոնց որ ասած, այդ ժամանակ, որտեղ դու քո հետ էիր։ Բայց դա օրինակ դու երբ ես զգացել դրա այդ սաստիկ կարիքը, էլի։ Դե հենց նրանից, երբ որ կապը երկար տարիներով ապրելու դրսում, կապը կտրվում է։ Ի նկատի ունեմ սկզբներից չես զգացել այդպես բան։ Սկզբներից չեմ զգացել, որովհետև սկզբում դե կներես համել ավելի ջահել ես։ Հետո իրականում գալիս ես ուրիշ միջավայր ու ամբողջ ուշադրությունդ, ամբողջ ռեսուրսդ կենտրոնացնում ես նրան, որ այս նոր տեղը հասկանաս ինչի մասին է։ Հա, ճիշտ ես։ Դու արդեն այդ քո տան ռեսուրսով գալիս ես, դու այդ տան ռեսուրսը հլը ունես սկզբից։ Իմ համար տենց էր։ Ես դեռ ունեի այդ տան ռեսուրսը ու մի քիչ ավելի շատ էր էդի նույնիսկ, այն որ դուրս ես գալի, մտածում ես լավ է, մի քիչ թող թուլանա։ Օգնել են գիտես։ Հա, ու սկզբում մի նոր բան։ Ու այդ կարևորել է, որ գնում ես ուրիշտեղ մի հատ քեզ վերցնես, հասկանաս, մանավանդ այդ իմ համար շատ բաներ, նորմերը, որ Հայաստանում հիմա վերադառնամ նորից այդ թեմային, որպես կին լիքը մի հասնես լիստ կա նորմերի, թե ինչն է լավ, ինչն է վատ, ինչն է սխալ, ինչն է ճիշտ, հետո գայս ես ուրիշտեղ տեսնում ես մի հատ էլ, գիտես, Գերմանիան էլ նորմերից նենց չի էլի, որ քիչ է, ստեղ էլ մի հատ էս երկար լիստ կա նորմերի։ Ստեղ կա, բայց այստեղ ոչ թե կին, այլ ընդհանուր նորմեր են, էլի։ Աշխատանքի հետ կապված, կյանքի հետ կապված, ինչն է նորմալ, ինչն է չէ նորմալ։ Հետո գայսս հասկանում ես իրանք էլ իրանց նորմերն ունեն, հիմա ինչ, հիմա ամենտեղ գնալուց պետք է բոլորի նորմերը ուսերից վերցնեմ։ Հետո հասկանում ես, օքեյ, ես ուրեմն պետք է իմ նորմերով ապրեմ։ Նկատի ունեմ սկզբից իմ համար սկզբից որ եկել էի, այդ ժամանակ ավելի շատ բացահայտելու շրջան էր, այս նոր տեղը, այլ ոչ թե կենտրոնանալու, որ կապվեմ հնի հետ։ Իմ համար սկզբից ավելի շատ այդ նորը բացահայտելու շրջան էր, հետո արդեն ինչ որ շրջան է գալիս, որ այդ նորը բացահայտեցիր, արդեն ձանձրացար, հասկացար, որ ստեղ էլ է լիքը բան տափակություն։ Դու հետո կարոտում ես քո հետ կապը, որը հա ժամանակի ընթացքում հա, բայց ոնց է դառնում, այդ տան զգացումը ընդհանուր մարդկանց հետ կապ ունի։ Հա, ոնց չէ, իհարկե, բա ոնց։ Ես էդ էի ուզում ասեի, այդ զգայարանները մի բան է, մարդիկ էլ են, չէ՞, մեր զգայարանների մի մասը, նորից մարդկանց հետ կապը էլի զգայարանների մասին է, չէ՞, որ սեր է,
զզվանքա չգիտեմ, չէ, դրանք էլ ապրես, հա, տափակությունական ինչ-որ դրանք էլ մարդկանց հետ են կապված, նաև մարդկանց հետ են կապված ու իհարկե նաև մարդկանց մասին, ոչ թե նաև մարդկանց մասին, շատ մարդկանց մասին է։ Օրինակ Գերմանիան իմ համար բայց օրինակ դու տուն տենց չի, բացի մարդկանցից, մարդիկ են իմ համար ստեղ, որ Այտենց ես կարծում, այսինքն այստեղ մարդիկ կարող են քեզ ապահովեն այդ զգացումը, որ դու քեզ բանը զգաս, որ բարով եկեք, ոչ թե բարով եկեկած, այլ հենց այդ ջերմությունը, որ տան, որ ես գիտեմ, օրինակ իրանց մեջ կա այդ բայց անշահախնդրություն կա իրանց սիրո մեջ։ Եթե իրանք նվիրում ունեն, ուրեմն այդ նվիրման մեջ իրոք մաքրություն կա։ Հայկական մոդելի մեջ շատ դժվար ես կարողանում գաս նրան, որ այդ անշահախնդրությունը գտնես, էլի, հա։ Այսինքն երկու տարբեր ծայրահեղություններ են, որտեղ որ եթե միտեղ կապ է ստեղծվում մի քիչ մեջը սենց հայկական ու դու զգում ես, որ կարա լինի, բայց ամեն բան անում ես ու իրապես եթե հայկականի մեջ էլ հայկական մոդելի մեջ էլ անշահախնդրություն ստեղծում ես, դառնում է տիեզերական լավ սիրուն կապ։ Միշտ էլ հա, բայց այստեղ ոնց որ սկզբից եւ այդ մարդիկ երբ որ փորձում են քեզ մոդ գան, արդեն իսկ ոնց որ իրանք այդ սիգնալը քեզ տան, որ անշահախնդիր է աղբեր։ Սենց ինչ որ զգացում ունեմ ես այստեղ։ Բայց այստեղ էլ չես կարող մարդկանց հետ մոտենաս։ Շատ դժվար է, այո, հա, շատ դժվար է, իհարկե, հա։ Ես ու զուտ այդ հանգամանքն էլ բան է, ոնց որ բաց թողի այդ զգացումը, որ դու քեզ տունը զգաս։ Երեք ես քայլում էի, լավ սիրուն օր էր, շաբաթ էր, իրիկուն։ Ու հելել էի, ոդքասթ էի արել, բան, եկել էի տուն քաղաքելա ու մտածում ասում եմ ախպեր, ես այս քաղաքում ում ունեմ։ Այս մի ձեռից վրա օբշի 5 հոգի էլ կարողա չլնեն, որ ես զանգեմ ասեմ եղբայր, կարանք տեսնենք, կամ ասի հարմար չի։ Ջոգում ես։ Էդ էլ այդ չի, էլի հասկանում ես քուր։ Հա, գիտեմ, չէ, այդ այտենց spontaneous այտենց պատահածի պես հանդիպելը դե գիտես, այդ չի լինում, այդ չկա, էլի չի լինում, էլի։ Ու դրա համար եմ մտածում, ասում եմ, հիմա, այսինքն մենք մարդկանցով կապում ենք, մարդկանց լինելիությամբ կապվում է այդ տան զգացման բանը, էլի, բայց մյուս կողմից էլ մտածում ես, ասում ես որ մոդելն է քեզ ավելի մոտ ու որտեղ ես դու քեզ ավելի տունը զգում մարդկային առումով, էլի։ Նայ, դու հիմա խոսում ես ընդհանուր հասարակության հետ կապված, ճիշտ ես ասում, հասարակությունը շատ սառն է այստեղ։ Բայց կներես մի հատ էլ բան, հասարակությունը Հայաստանում էլ ահա որ ձևական է։ Էդ էլ հիշենք, որ դու էդ էլ կա, որ շատ ամեն ինչ շատ ձևի մասին է։ Իհարկե նորից նույն ձևով, ոնց որ ստեղ ես օրինակ շատ երջանիկ եմ, որ տենց մի 3-4 հոգի ունեմ, որոնց երբեք չեմ կարա զանգեմ, ասեմ, այսօր ժամանակ ունես ու այսօր հանդիպենք, որտեվ չկա տենց բան, որ մի 3 շաբաթ առաջ կազմակերպես, բայց որ այդ մարդկանց տեսնում եմ, իրանք շատ սիրուն են, իմ շատ սիրուն կապ ունեմ այդ մարդկանց հետ ու այդ որ եթե չեն լինի, ասենք, օրինակ Հայաստանում էի 1.5 տարի, այդ կապը մարդկանց հետ շատ կարևոր է իմ համար, բայց նույն ձևով էլ այդ մարդկանցից ունեմ Հայաստանում, որ այստեղ եմ լինում, նույն ձևով այնտեղ այդ մարդկանց ահա որ կարոտում եմ, որովհետև իրանց հետ այնքան այդ սեր կիսելու բան կա, որտեղ որ մարդկանց հետ կարողանում ես, ինչ որ մարդկանց է, բոլորի հետ չես կարա սեր կիսելու այդ մշակույթը գտնես, այդ տեղերը արդեն քո համար տուն են իմ համար, իմ կարծիքով, հա։ Ճիշտ ես ասում։ Հա, բայց հասկանում եմ, Հայաստանում մի քիչ ավելի հեշտ է Մենք այնտեղ էմոցիաները իրավունք տալիս ենք էմոցիա լինելու, որտեղ էմոցիոնալ ենք։ Հա, ճիշտ է։ Այստեղ մարդիկ չգիտեն այդ ինչ է էմոցիոնալ լինի, այսինքն ընդհանուր հասարակության մեջ փոքր մարդկանց չեն սովորացրել, որ դու էմոցիոնալ էակ ես։ Իրանց սովորացրել են լիաթոք ծիծաղալ բան, որ ես ըստե չեմ լսում, էլի, հա։ Որ մարդը իսրտե, որ լիաթոք ծիծաղա բան։ Հա, այդ ամեն ինչը կա։ Դու ո՞նց ես զգում, հələ հետաքրքիր է իմ համար, ո՞նց ես քո համար ինչ է տունը։ Դե իրականում, հա, ես էլ այստեղ ունեմ մատերի վրա հաշված մարդիկ, որոնց հետ որ կարաս անհոգանաս, կարաս լիանաս, բայց ինձ օրինակ սահմանափակում է հենց այդ հանգամանքը, որ մարդիկ շատ չոր են իրանց կյանքի հետ, շատ պլանավորված է ամեն ինչ ու հստակ է իրանց համար։ Այսինքն դու եթե ուզում ես ծիծաղաս, ինչ որ մեկի հետ անհոգանաս, պետք է դու սպասես
2-3 շաբաթ մինչև այդ հանդիպումը տեղի ունենա։ Այսինքն, եթե դու հիմա օրինակ մեջդ այտենց երկա ապրելու բան ու փորձես կոնտակտ ստեղծես, դա հաստատ չի ստացվի։ Ու դրանից ելնելով ոնց որ դու մնում ես ինքդ քո հույսին ու ասում ես ընկեր, ես եմ ու ես հելնեմ տեսնեմ իմ գլխին ոնց եմ, չգիտեմ, ոնց եմ իմ կյանքը այսօր ապրում ու ոնց եմ իմ էմոցիաները ռեալիզացնում, սենց ասած։ Իսկ Հայաստանում էլ ընդհակառակը, Հայաստանում այնքան շատ մարդ ունես կամ կան, որոնց հետ որ դե բոլորի հետ բնականա այտենց չի, բայց որոշները կան, որ կարաս իրոք անհոգանաս, տեսնելուց այդ ձևականությունը չկա, բայց շատ ժամանակ հենց այդ ձևն ու ձևականությունը հոգնածնում է ու ինչ-որ եթե լինում են դեպքեր հանդիպում ես ունենում ու ինչ-որ ձևի մեջ է լինում էդի, գնում ես տուն դու զգում ես, որ հոգնած ես, անտանելի շատ էներգիա ես տվել, որովհետև անկեղծությունը այդտեղ պակասում էր, դու զգում ես, որ լիաթոք չէիր այդտեղ, դու չէիր, սենց ասեմ, էլի, հա։ Էդի համար օրինակ էլի շատ կարևոր է, որովհետև երբ որ ստեղից Գերմանիայից օրինակ ես սկսեցի սովորել ինքս իմ գլխի ճարը տենալ, ինքս իմ կյանքը, իմ օրը կազմակերպել, ինքս իմ հետ լինելը, սկսեցի ես ինքս իմ հետ անկեղծ լինել։ Ես սկսեցի իմ զգացողություններին ազատություն տալ ու ես զգալ ախպեր, այսօր լավ եմ, վաղը վատ եմ, այս պահին ինչ է իմ հետ կատարվում։ Բայց այդ ձևականության մեջ ոնց որ դու քեզ չկարենաս թույլ տաս լինես այնպես ոնց որ դու կաս այդ պահին հասկանում ես դու։ Իսկ էդի բլոկ է տալի ու այդ բլոկը հոգնածնում է, այդում ես տուն ասում ես ընկեր, լավ է։ Դե դիմացինիդ կարողության մասին է խոսում, ինքը ինչքան ճկուն է ընդունելու, թե դիմացինը ոնց պետք է լինի։ Մարդիկ կան, չունեն այդ ճկունությունը, իրանք պատկերացնում են, որ քեզ հանդիպում են, իրանք քանի որ չեն զգում էմոցիայի տատանում, էմոցիայի տարբեր էմոցիաները նույնիսկ, որ միանգամից կարող ես սիրես, կարող ես վախենաս, կարող ես ապահով զգաս, կարող ես անապահով զգաս, այդ բոլոր էմոցիաների ազատությունը, ճկունությունը ու միաժամանակ լինելու այդ էմոցիաները միաժամանակ տեղի ունենալու իրավիճակ իրանք չեն իմանում, չունեն, չգիտեն, այդ գաղափար չունեն իրանք էմոցիաներից, դրանով հանդերձ իրանք կարծում են օրինակ, ասենք, պոզիտիվ մարդ, ասենք այդ խոսում են, պետքա պոզիտիվ լինես, այս իրանց մտքում այնա, որ ուրեմն ես գիտեմ, որ մարդը պետք է պոզիտիվ լինի, ինքը քեզ դրա գալիս է քո այդ հանդիպումը, այդ ռակուրսով արդեն, որ եթե դու պոզիտիվ չես, ուրեմն այս ինչա։ Փոխանակ հասկանալը, որ բոլոր այսինքն լիքը էմոցիաներ կարան միաժամանակ լինեն, ես կարամ լացեմ ու միանգամից հետո մի 2 րոպե հետո ծիծաղամ, որտեղ նույնիսկ այդ լացելն է, մեկ խշում ես դու քո լացելու վրա։ Ասենք, ու նորմալ է, տենց պետք է լինի, որտեղ մարդ ենք, պետք է ունենանք այդ էմոցիաները։ Պրոստը այդ որ ասում ես, այդ որ բլոկ է տալիս, այդ նրանից որ մարդը ինքը իր մեջ չգիտի, որ այդ բոլոր էմոցիաները միաժամանակ կենակցում են, կան։ Դրա համար ինքը չի կարող հասկանալ, որ դու կարաս այդ էմոցիաները ու իրավիճակները միաժամանակ ունենաս։ Ազատ լինես էլի, հա, այդ։ Դրա համար դու չես կարող ցույց տաս, ու այդ ամեն ինչը այնքան զգայական ոլորտում դու կարող այդ մարդը չխոսես էլ այդ ամեն ինչի մասին, չես էլ խոսի, բայց դու արդեն գիտես ինքը ինչքան ունակություն ունի քո էմոցիաները տեսնելու ու հասկանալու։ Էդի մի քանի հատ հանդիպում ես մարդուն, դու արդեն չգիտեմ ոնց է, այտենց արդեն գիտես դու ինչքան կարաս բացվես այդ մարդու մոտ ու որտեղ է սահմանը, որ դրանից հետո որ ասես ինքը մեկը չի հասկանալու, չի նկարելու, հա։ Հակառակը դատելու է։ Ոնց ես կարծում, այսինքն սենց է դառնում, եթե դու լքեցիր քո նախնական տունը ու գնացիր բաց աշխարհ, հետո արդեն դժվարություն ես ունենալու, հա, ընդհանուր թե քո հին տանը, թե քո նոր տանը դժվարանում է էդի ու դու արդեն նեղանում ես, սկսում ես նեղվել այդ ամեն ինչից, որ լիարժեք չի լինում, կամ երբ որ մի հատ էլ հարց տամ ու կուզեմ լսեմ ու ինչ-որ իդեալական մոդել ես փնտրում, այնինչ չհիշելով, որ ընդեղել իդեալական չէր, ոնց որ ռոմանտիզացնես այն հինը,
Այո։ Ու ստեղ ասես ոնց կապեմ իրար, որ այդ ամենաիդեալական ռոմանտիզացված մոդելը այդ մեջտեղից հանեմ, էլի։ Ոնց ես այդտեղ դու տեսնում։ Նայ, շատ հետաքրքիր բան ասեցիր, այն օրը մի հատ podcast էի լսում, Trevor Noah-ին, չգիտեմ, Trevor Noah-ին գիտես, բանա, comedian-ը, որ հարավային Աֆրիկայից եկել է Ամերիկա, հենց այդ տան մասին էին այն անգամ խոսում, բայց ինչ էր ինքը ասում է, երբ որ դուրս ես գալիս քո փոքրիկ գյուղից, քաղաքից կամ քո այդ բանից, դու ուրիշ բաներ ես տեսնում, ուրիշ իրականություն ես տեսնում, ուրիշ հնարավորություններ, այսինքն դու ալտերնատիվների մասին ինֆորմացիա ես հավաքում։ Երբ որ դու քո մնում ես քո նույն տեղում, դու գիտես այն ինչ դու տեսել ես, դրանից դուրս դու չգիտես ուրիշ ինչ կա։ Ու դու համակերպվում ես քո այդ որ տուն քո շրջանակի իրավիճակով դու համակերպվում ես, որովհետև դու չգիտես, որ դա կարա ուրիշ ձևի լինի։ Դու չգիտես, որ կարան էս լինի, որ քո հարևանը ռաբիզի փոխարեն ուրիշ բան լսի։ Դու չգիտես դա։ Դու միշտ տենց գիտես, քո հարևանը քո իրականության մեջ միշտ տենց է, որ քո բոլոր հարևանները միշտ ռաբիզ լսող են։ Դուրս ես գալի, եկել տենում ես, որ կարա ուրիշտեղ ուրիշ ձևի լինի, չգիտեմ։ Ու բայց դե էս էլ արդեն ընտրության բանն է, որ մեզ թվում է, որ ինչքան շատ ընտրություն ունենք, այնքան ավելի երջանիկ ենք, բայց միշտ չի տենց, որտեղ դուրս ես գալիս, մեկ էլ տեսնում ես, վայ չէ, գիտես, այդտեղ կարող է մի քաղաք, ասենք տեղափոխվել ես Մյունխեն։ Մյունխենում լրիվ ուրիշ տեսակի գերմանացիներ կլինեն։ Հետո գնում ես Բերլին, Բերլինում լրիվ ուրիշ տեսակի հարևաններ կունենաս։ Հետո գնում ես Քöln, այնտեղ էլ լրիվ ուրիշ։ Հետո հասկանում ես, որ դու լիքը ընտրությունների կոնտրությունները շատ մեծ են։ Բայց այդ նենց չի, որ դրա արդյունքում դու ինչ որ ապրես։ Քո հարցը է, որ հենց որ այն որ իմաց այդ ինֆորմացիան սկսեցիր իմանալ, որ քո փոքրիկ բոքսից դուրս անverջ հնարավորություններ կան, չես կարա, ասում եմ չես կարա հետ սովորես նորից։ Всё, արդեն գիտես դու այդ մասին։ Պրոստը պետք է կարողանաս այդ ընթացքում, բայց դա էլ արդեն հասկանում ես, որ ընդունում ես, որ այդ որ նույնը որ դու ասեցիր, այդ ռոմանտիզացնելու բանը, որ ոչ միտեղ 100%-անոց իրավիճակ չկա։ Գնում ես Մյունխեն, սա ֆենսի սնոբեր են, գնում ես Բերլին, բանա, հարևանները DJ-ներ են, մինչև ժամը 3-ը ամեն օր երաժշտություն են նվագում։ Գնում ես Քöln, կարնավալն է գալի, քայֆեր են, այսինքն ամեն տեղ ինչ որ էս ուղակի բաներ եմ ասում, Երևանի գյուղում ես գնում, բյուրականի ավես քո կյանքով ապրում ես, սա հարևանները ռաբիզ են ամբողջ օրը լսում, ասենք օրինակ, չգիտեմ, անկապ բան եմ ասում, բայց չկա տենց տեղ, որ 100%-անոց լինի, պետք է քո կարիքները հասկանաս, որն է, ու մի 70-80% քո կարիքները, եթե կարողանաս փակես, այն 20-30%-ը բանա լինելու։ Ճիշտ ես ասում։ Այսինքն սենց է դառնում, որ այդ կարիքները բերում են մեզ, դարձնում են տան զգացում, տալիս են տան զգացում։ Եթե մենք կարողացանք այդ կարիքները կշտացնենք, եթե կարողացանք դա բան անենք, էլի։ Տեղը գցենք այդ կարիքները, հա, ինչ որտեղ արդեն գալիս է դա, ասում է, всё, խաղաղ ես, տան զգացում կա, էլի, հա։ Դե եթե այդ մարդկանց գտնես, ում հետ սեր կարող ես կիսել, արևն է կարիք, որ կարողանում ես տարվա մեջ այդքան արև ստանաս։ Իսկ մի հատ էլ հարց ունեմ։ Այդ սերը կիսելը ինքը միաձև է ալնում։ Մարդկային տարբերություններից չի տարբերվում այդ սերը կիսելը։ Մի քիչ տարբերվում է, չէ՞։ Բա իհարկե։ Չգիտեմ։ Հայերի հետ դու կարաս ինչ որ այնց կատակներ անես, որ մի բառը հերիք լինի կամ մի հայացքը ու սենց պարկեք ծիծաղալուց, բայց ստեղ բան ասես, մեկ էլ տեղ չհասնես, սենց լոմ կա ֆրաս, ուղղակի էլի, հա։ Անպայման իհարկե, մշակութային է ցախ ինֆորմացիան, որ դու փոքրուց հավաքել ես, մութուցում տարիներ ես ապրել իրար հետ, այդ բաները չես կարա կիսես իրանց հետ արի, իրանց բացատրի, այդ ինչ ասենք, ինչի միջով ես անցել, ասենք էլի։ Իսկ կարաս մոտավորապես տենց նկարագրես, թե օրինակ այդ սիրո ձևը, ստեղում ոնց ես դու, ստեղ ոնց ես կիսում, Հայաստանում ոնց ես կիսում։ Մոտավոր այդ տարբերությունը էլի։ Հա, տարբերությունը, ինձ թվում է այդքան շատ, օրինակ այդքան շատ էլ նույնիսկ տարբեր չի։ Ինչ որ չափով տարբերություն կա, որ հասկանացված լինելու, որտեվ այդ մանկության այդ բաները չեն կարող կիսել այս ասենք այս ընկերներդ, բայց հասկացված լինելու մասին է խոսքը ինձ թվում է, որ դու կարող ես խոսել
ու տեղ հասնես։ Ու մարդը դիմացինդ իմանա ինչի մասին ես խոսում։ Ինչ ես զգում, որ այդ զգացողությունները կարողանաս կիսես քո սիրած մարդկանց հետ, ու դու խոսքիդ 5-րդ, 7-րդից արդեն ինքը գիտի դու ինչի մասին ես խոսում, որովհետև ինքն էլ այդ զգայարաններ, այդ զգացողությունների միջով անցել է։ Եթե չի անցել, ինքը հասկանում է, թե մարդու զգացողությունները ինչ տարբեր կարան լինեն, այսինքն այդ սեր կիսելու բանը նրա մասին է իմ համար, որ ես կարողանամ մարդկանց հետ կիսեմ ինձնից մի մաս, իրենք կարողանան այդ տեսնեն, ընդունեն, լսեն, սիրեն, այդ իմ կիսածը իրանց հետ։ Ու նույն ձևով իրանք իմ դեմ բացվեն, որ ես կարողանամ իրանց ցավը, սերը, դժվարությունները լսեմ, տեսնեմ, իրանց հետ զգամ այդ ամեն ինչը, ու նենց չի որ դա նշանակում է, որ իմ ցավը ինչ որ մեկը կվերցնի կամ ես իրանց ցավը կվերցնեմ, որովհետև մենք բոլորս ինչ որ դժվարությունների միջով անցնում ենք, ու նենց չի որ իրար լսելով ինչ որ մեկս մյուսի ցավը տանում ենք։ Բայց այն ինչ որ իրար հետ լսում ես ու բանես անում, իրար հետ ես թուլանում է, հելնում է օդ։ Հաջան։ Միջավայրը ազատվում է, էլի։ Հա, էլի, այդ որ մենակ չես զգում քո ցավի, ապրես, այդ դու քո ուրախության եւ ցավի եւ դժվարության եւ մտածելու, նույնիսկ այդ որ ասում են brainstorm, այդ մտածելու process-ի մեջ, որ դու գիտես քո մոտիկ մարդը քո հետ նստած է կողքդ ու լսում է ու քո հետ քո խնդրի շուրջ Պրոստը լսում է ու մտածում է, այդ ամենասիրուն բանն է։ Ֆոկուս եղած է, արա հա, քուր։ Այդ սերկիսելու ձև իմ համար այդ ամենասիրուն սերկիսելու համաձայն եմ, ճիշտ ես ասում, որ ֆոկուս եղած է քո պատմածի, քո կյանքի, քո ապրումների մեջ, ապրումակցում է, էլի, ապրումակցում է։ Ու հենց այդ է, բայց ես պետք է այդտեղ հիշատակեմ, որ էդի տեղի ունենում են ժամանակ, երբ որ դրա մեջ ինքնահաստատվելու մաղձ չկա։ Արա երբ որ այդ ինքնահաստատվելը հելնում է, ասես մի հատ ասես օդ է բացվում, շնչում ես, ուսես կիսվում է, հորդում է մեջից այդ ինչը որ կա, դու էլ վախ չունես խոսալու, դու էլ վախ չունես արտահայտվելու, վախ չունես ելնելու ոնց որ կա դեպքերը, իրադարձությունները դու պատմում ես այդ ամեն ինչը ոնց կա ու տեղել հասնում ես ոնց կա։ Այդ ինքնահաստատումը ինքը ինձ թվում է այդ սիրո ճամփի մեծ բլոկն է, որ մարդիկ էդի դնում են զուտ վախից, որովհետև ինձ թվում է մարդիկ հələ մեկ-մեկ sense ինձ տենց է գալի տեղ հասնում, որ մարդիկ վախենան զգալուց։ Ինձ թվում է գիտես այդ ինչից է սա, մարդը որ ինքը հələ իրան չի սիրել, ինքը ու ոչ թե այդ ինքնահաստատվելու կարիք ունի, ու երբ որ դու նստում ես իր հետ, այդտեղ արդեն քո մասին չի կամ դու ուզում ես հարաբերությունների մեջ այնց լինի, որ դու նստես այդտեղ, այս պահին մտածես, այս համ իմ մասին է, համ քո մասին է։ Այո։ Ու ես ինձ իրավունք եմ տալիս իմանալով, որ դու ինձ սիրում ես, այս 5 րոպեն, 10 րոպեն խոսեմ ուղղակի իմ մասին առանց վատ զգացողություն ունենալու, որտեղ գիտեմ դու ինձ սիրում ես, ուզում ես լսես։ Բայց ես համ էլ քանի որ ես եմ քեզ շատ սիրում, ես էլ ահա որ հետաքրքրված եմ այդ 10-15 րոպեից հետո լսեմ, ուղղակի զգամ այն ինչ որ դու ես զգում հիմա, որտեվ ես եմ քեզ շատ սիրում։ Ու երբ որ երկկողմանի այդ սիրո հիման վրա է գնում մեկը մյուսի նկատմամբ, այդտեղ ապրես, այդտեղ էլ արդեն հոսում է ոնց որ ասած այդ Իմ ասածը հենց մեր մշակույթի մոտ է, որ էդի ես այդտեղ մի քիչ դժվարություն եմ նկատում, էլի, որ մարդիկ դժվար են բացվում, մարդիկ դու զգում ես, որ իրոք իրանց մեջ սեր ունեն, բայց զգում ես, որ այս մարդը ուղղակի դժվարանում է, էլի, արտահայտվի, դժվարանում է բացվի, դժվարանում է խոսա, վախերն են, էլի։ Հենց այդ է, էլի, ասում ես, այն որ չես իմանում արդեն ոնց վարվես, ու այդ միտեղ էլ այդ վախերը բերում են ինքնահաստատման, որ այդ պաշտպանվելու բանի վրա ինքը փորձում է ինքնահաստատվի, այդտեղ էլ չես մեղադրում, որովհետև ասում ես, այս մարդու կոմպլեքսն էլ սենց է արտահայտվում այս պարագայում, ջոգում ես։
չի թուլանում sense վիճակը, էլի, բայց մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ դե բնական է Հայաստանում մեր շփումները քանի որ շատ է, լայն է։ Այդպես դեպքերը կարան մարդու աչքին ավելի հաճախ զարնեն, քան թե օրինակ ստեղ Գերմանիայում, որ մեր շփումները քիչ է, որովհետև դա ինձ թվում է համամարտկային թեմա է, էլի։ Ինքը տենց տեղանքով կապված չի, էլի։ Հայաստանը մի քիչ ավելի շատ է այն առումով, որ ինքնավստահության բան կա, մենք դե փակ մշակույթ ենք եղել ու դեռ կանք շատ։ Ու դրանից ելնելով այդ մի քիչ բացվելը ժամանակ է տանում, process-ի կարիք, ժամանակի կարիք է, էլի, ոնց որ լիքը մարդիկ ուզում են բացվեն, ուզում են ցույց, ոնց որ ուզում են հասնեն դրան, որ այդ հանգստանան այդ բացության մեջ, բայց դա ժամանակատար է։ Այստեղ հակադարձաբար այդ բացության խնդիրը այդքան մարդիկ պրոստը չգիտեն, որ կարելի է էմոցիոնալ լինել, կարելի է, այսինքն ինքնավստահության մեջ չի այդքան խնդիրը, ինձ թվում է, չգիտեմ։ Հա։ Ինձ թվում է ավելի շատ, այդ ինչ իրականում ավելի շատ գոռոզ են ու ինքնավստահ են ավելի շատ։ Հարցը ավելի շատ նրանումն է, որ կարիքը չեն տեսնում ինչ որ հա, լրի ինչ մի դնես մտածես կյանքի մասին է դա բան չի։ Էլանք գործ անելու խոսքի էլի, չէ։ Ինչ սա պետք է Էլանք աշխատելու։ Կարիերա։ Ինչին եկանք հանգեցինք զուտ տան առումով։ Զուտ, այսինքն պետքա կարողանաս այն կոմպոնենտները ինքդ քո մեջ գտնես ու բացես, որոնք որ կլրացնի այդ տան զգացումը, հա, սենց է դառնում վերջի իտոգը, էլի։ Դե ինձ թվում է տարբեր մարդկանց համար տարբեր է նախ եւ առաջ, ես իմ համար եմ ասում, հա։ Իմ համար կապը Հայաստանի հետ շատ կարեւոր է, որովհետեւ նորից էլի մարդիկ էլ այդ էմոցիաները, այդ ամեն ինչը չես կարա փոխարինես։ Դու կարա հա որ ստեղ եմ լինում, կարամ ժամանակ առ ժամանակ այդ զգացողությունները ստեղծեմ հարստականորեն, բայց մեկը կարոտը բան է անում, երկար ժամանակից հետո պետքա գնաս լրացվես ոնց որ այդ կա հաստատ, բայց նույն ժամանակ էլ ուրիշ տեղերում էլ ժամանակավոր կարամ ես ինձ տուն զգամ մարդկանցով, բնությունով, լռությամբ, որտեվ Երևանը օրինակ շատ աղմուկ է, ահավոր։ Համաձայն։ Հա, ու ինքս իմ հետ կապվելու միջոցով, որ այդ կապի միջոցով տուն զգամ։ Բայց իմ համար կոնկրետ երևի այդ բանն է, համադրությունն է, որոշ ժամանակ Երևանում, Հայաստանում անցկացնելու, որոշ ժամանակ Հայաստանից դուրս, հա, լինելու։ Այսինքն որ մարդը ընտրում է բաց ծովի ճամփան, ինչ որ միտեղ արդեն հետադարձի վիճակ չի գալի, որովհետև ինչ որ մի պահից սկսած դու արդեն միքսվում ես ու ոչ կարող ես լիությամբ էնի տանես, ոչ կարող ես լիությամբ էսի տանես, էլի սենց է դառնում։ Դե նայ, դու էլ օրինակ ո՞նց ես զգում։ Դու արդեն դրանից հետո դու քանի տարիներ արդեն 10 տարուց ավել արդեն ուրիշ տեղ ես։ Ահա։ Ոնց էլ չլինի դու այս մշակույթից, այս կենսակերպից շատ լիքը բան ես վերցրել քո անձի մի մեծ մաս, այո, նաև թեկուզ իրանցից չէ, թեկուզ քո կյանքից այս միջավայրում։ Այո, համաձայն։ Ու դա չես կարա պրոստը տենց վերացնես, էլի։ Ես ընդհակառակը դաժե կասեմ, որ այդ մենակ ապրելակերպը, բան, ու նամանավանդ, որ դա եղել է գիտակցական կյանքում։ Այսինքն գիտակցական կյանքի 12 տարիներն են դա եղել, դու այդ գալը, այդ փորձությունները, այդ անելը, այդ քո հետ լինելը, այդքան ոչ մի ինչ որ տեղեր չունենալը, որ կարենաս բռնվես, դու ես ու դու են, որ պետք է անես ու այդ ամեն ինչից դու շատ ավելի շատ ես կորզում, իսկ մանկությունն էլ քո ասացի պես հենց սկզբում որ ասեցիր, լիքը հիշողություններ է մեր մեջ սրսկել, որ մենք էդի հիշելով ռոմանտիզացնում ենք կյանքը ու մտածում ենք, որ մի օր էլի դա լինի, ես չգիտեմ, կլինի թե չի լինի, այդ զգացումները էլի, բայց ամեն դեպքում ասածս այն էր, որ հա, այս մեր գիտակից կյանքի այսքան տարիները, որ մենք ստեղ ենք ուրիշ մշակույթի մեջ, լիքը բաներ ենք վերցրել, լիքը օրինակներ ենք տեսել, լիքը համեմատություններ ենք մեր մեջ արել ու դրա մեջ ոսկե միջինն ենք գտել, որովհետև մենք
համեմատության բան ունենք, օբյեկտ ունենք։ Մենք երկու տեղ ենք ապրել, էլի։ Ու դու կարող ես միշտ զտես այդ ամեն ինչից լավագույնը վերցնելու համար, թե որն է լավագույնը այս ամեն ինչի, էլի, կամ ընդեղի լավագույնը որն է։ Ու ըստ դրա, այսինքն դու սկսում ես դառնալը կրողը, համ ընդեղի փորձող լավագույնը կրողը, համ էլ ըստեղից լավագույնը վերցողը ու քո համար քո վրա ոնց որ կիրառող է, էլի։ Բա։ Նայ, ինձ թվում է նաև այդ ինչի ենք նաև ռոմանտիզացնում։ Մեր կյանքը հիմա ոչ միայն Գերմանիայում, ընդհանրապես, ահա որ արագ է։ Ու ահա որ դրսից ինֆորմացիայի ստանալու տեմպը, որտեղ ու իրավիճակը, որտեղ դու դրսից անդադ ինֆորմացիա ես ստանում, դրսից ասելով հեռախոսներից, չգիտեմ, ինտերնետից, ու պատասխանատվությունների մի հատ ամբողջ sense բան, կծիկ։ Մեր մանկությունը ոնց է եղել, դանդաղ, ու դրսից մենք ինչի, այսինքն մեր կյանքը եղել է ինչ որ չափով մոնոտոն, ինչ որ չափով շատ ինտենսիվ ու հարուստ, որտեվ այդ, ասենք, միջև, չգիտեմ, մեր մանկության ընթացքում մենք բացահայտել ենք, անverջ բացահայտելու շրջան է եղել, որտեղ դու բնություն ես բացահայտել։ Բնության հետ։ Դու ինքդ քո հետ այնքան ժամանակ ես ունեցել, որ առանց ուրիշ բաների, դու քո համար գնայիր բզբզայր ես անեիր, ամբողջը եղել է, դու ինքդ քո համար գնա մի բան բզբզակ, մի բան։ Արա, ես հիշում եմ քուր, ասես դանակը վեկալում էի, եթում էի մի հատ ինչ-որ ծառես ճյուղ էի պոկում, նստում քարին, ապրես։ Ու սկսում էի ասենց դանակով այդ փեդի հետ ինչ-որ ու հետո ես արա ասում եմ, տես էլի խոսքի ժամանակ ա եղել, որ դու զբաղվել ես բաներով, որոնք որ բնական են, ու դու քո հետ եղել ես, ջոգում ես, դու քո հետ եղել ես, ու այդ բազան ոնց որ մենք վերցրած, եկել ենք արդեն ուրիշ ինչ-որ աշխարհի մեջ ենք ընկել, ոչ թե Գերմանիայից, այլ զուտ տեխնոլոգիական առումով, ու հա, դու ճիշտ ես ասում, զուտ այդ տան զգացումը, որը մենք ունեցել ենք, ինքը լրիվ եղել է ուրիշ ապրելակերպի մեջ էլի։ Ու իմ համար, ես որ ասենք ինքս ինձ այդ տան մասին եմ մտածում, այդ այնքան գյուղը չի։ Ես օրինակ Հայաստանում եմ հաճախ լինում ու տունը կարոտ զգացող ներսումս sense մի հատ զգացողություն կա, ես տուն եմ ուզում։ Ճիշտ ես ասում, քու, ճիշտ ես ասում, ջիգեր։ Բայց Հայաստանի մասին չի այլևս։ Էդի նրա մասին է, որ դու ուզում ես մի հատ գնաս մի հատ սարի վրա, sense նստես, ասես ախպեր թողեք հանգիստ լրմստեմ ինչ կա։ Հա, ճիշտ ես, մի հատ քար վեկալ ես, սկսես նայել է բան, սա տիչո։ Ես դե չեմ հիշում ոնց էր քո մոտ, ես իջնում էի մեր բախչեն, այն պոպոքի ժամանակները, որ պոպոքը հələ բաներ, այն որ կլպում էինք, պոպոք էի հավաքում, նստում ընդեղ, մի 20 հատ պոպոքը տենց ուտում, գալիս տուն, էլը կամ իջնում պարկում էի, բաներին էի, ամպերին էի նայում, ժամերով, բայց այն որ կյանքդ այնքան տարածք էր թողել քեզ լինելու, պրոստը լինելու, ու այդ չկա։ Այդ չկա, ու այդ դրան ենք հենց կարոտում։ Այդ ես կարոտում։ Դա երևի ավելի շատ տունը։ Իսկ տուն նշանակում է քո հետ լինել երևի։ Էդա, всё, դրա համար եմ ասում, եթե կարողանաս նույնիսկ ուրիշ տեղ դու ստեղծես այդ իրավիճակը, այդ իրականությունը, որտեղ դու պրոստը ինքդ քո հետ ես, առանց շատ դրսի այդ տեխնոլոգիական բաներից, առանց մեծ պատասխանատվություններից, առանց ինչ-որ բաների, այդ ժամանակն է, որտեղ դու պրոստը հանգստանում ես ու սենց թուլանում ես ու դու քո հետ քեզ տանն ես զգում։ Հա, լավ համաձայն եմ։ Ապրես սիրուն զրույցի համար, քույր ջան։ Ապրես ախպերս։ Շատ լավներ, կկրկնենք։ Եղեք բարի, կամեցող եւ լավատես, չգիտես։ Կրկում եմ քաղցրս դե պաչ։ Դե վсё, կյանք չեմ, պակա։